Օրեր առաջ Մոնթե Մելքոնյան փողոցում 18-ամյա վարորդը Լիսյանով անցել է կանաչ խոտածածկի վրայով բախվել հանդիպակաց գոտիով երթևեկող Նիսանին, վերջինս էլ Կիային։ Նիսանի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Գերակշիռ ողբերգական ավտովթարների մասնակիցները երիտասարդներն են։ Բնական է, քանի որ երիտասարդները ավելի անկառավարելի, տաքարյուն ու անփորձ են։ Այս դեպքում վստահաբար Լիսյանի վարորդը նոր էր վարորդական վկայական ստացել։ Իսկ գիտեք, որ Հայաստանում դատարանի առաջ են կանգնում նաև անչափահասներ, որոնք ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից են դառնում։ Երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված արարքների համար 2025 թվականին օրինակ դատապարտվել է 22 անչափահաս։ Ստատիստիկան ամեն տարի է ու գրեթե անփոփոխ։ Դա ինչ է նշանակում, որ այդ արատավոր երևույթը ոչ թե մի անգամ ինչ-որ մի շրջան, այլ հիմնական մշտապես տեղի է ունենում։ Ստաբիլ իր ուրույն տեղն է զբաղեցնում, ուրեմն վերջին զանգին անչափահասների կողմից տրանսպորտային միջոց վարելը։ Նախորդ տարվա ընթացքում քրեական գործերով անչափահասները ենթարկվել են քրեական պատասխանատվության հենց իրենց մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով։ Իհարկե, հարց է առաջ գալիս. ինչ գործ ունի երեխան մեքենայի ղեկին, որ մի բան էլ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից դառնա։ Ինչպես է տրադիցիան ասում են, քշել գիտի, բան էլ չլինի, մեր երեխան զգուշա, կամ վրան չեմ կարում, դե երեխա է, բա ինչ անեմ, բա հետ չմնա։ Ենթադրվում է, որ այս երևույթի դեմ պետք է լիներ պայքարը, այսինքն անել այնպես, որ մարդու մտքով իսկ չանցներ անչափահասի ձեռքը մեքենայի բանալի տալ։ Եթե քեզի կանգնեցնի տեսուչը տեսնի, որ դու իրավունք չունես մեքենա վարելու, իրավունք չունես, վարորդական վկայական չունես, 25000 քեզ էին դու գանում են ժամանակ 25000-ը սեփական տիրուչը։ Պարզ է, որ գործող այս կարգը սեփական անչափահաս երեխաներին մեքենա վստահելու մտքից չի կարող հետ պահել անադեկվատ մարդկանց։ Անհրաժեշտ են ավելի խիստ միջոցներ։ Պատիժների խստացումը պետքա լինի, երկկողմանի ծնողները պետքա պատժեն, եթե առաջացել է որոշակի ծանր հետևանք, ապա պատժի չափը պետքա այլ լինի։ Լավ օրինակ է այստեղ զենքը, եթե մարդու զենքը հայտնաբերվի այլ անձի ձեռքին, էլ չասած, եթե այդ զենքով կատարվի հանցանք, ապա դա միանգամից հիմք կդառնա զենքի տիրոջ նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։ Իսկ մեքենաների պատճառով ամեն տարի շատ ավելի մարդ է զոհվում, քան ասենք օրինակ խանութից գնված զենքի գործադրումից։ Թե զենքը, թե մեքենա։ Երկուսն էլ համարվում են առավել վտանգի աղբյուր։ Զենքի պահպանման կանոններ կան, որ միշտ պիտի լինի ուրեմն պահունակը հանած, դատարկած ու սեյֆում, սեյֆն էլ ամուր փակ։ Ինչե՞ չի կարելի ասել մեքենայի մասին։ Մեծ հաշվով անչափահասների ձեռքին հայտնված մեքենաների տերերի նկատմամբ քրեական հետապնդումը կարճաժամկետ քայլ է, երկարաժամկետը մնում է կրթությունն ու պրոպագանդան։ Այս հարցերում ավելի կարևոր է մենթալիտետային աղճատումների շտկումը։ Գյուրջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Որ փոստը անցնես, Սայմարտ։ Աբովյան քաղաքից դեպի Նոր գյուղ եւ հարակից գյուղեր տանող ճանապարհն առանց պատահարների վարորդները անցնել չեն կարողանում։ Մի քանի կիլոմետրանոց հատվածում փոսերն այնքան շատ են, որ անվահեծաններն ու թափարգելներն անպայման վնասվում են, անիվներն էլ հաճախ պայթում։ Ափսոս չի։ Էս սովորացնում եք, ոնց փոսերը շրջանցեն, չէ։ Կսարքեն էլի երևի։ Ասված զենդ լսի։ Կոտորվակ, չէ, հա, իսկականից։ Սաղավտորները ջարդում են, չէ։ Որ էսի ջարդում, բա նրանք ինչ ասել։ Վիճակն ավելի է վատթարանում անձրևների ժամանակ, հետիոտները չեն կարողանում առհասարակ տեղաշարժվել։ Մինչդեռ այդ հատվածով երեխաները ստիպված պետք է անցնեն, քանի որ դպրոց ու մանկապարտեզ են գնում։ Մարդիկ արդարացել են, որ ասում են վճարումները կատարում ենք, հարկը մուծում ենք, հա եթե հարկը մուծում են հարգելի պատասխանատուներ, երբ եք սկսելու այս ճանապարհը սարքեք, նույնիսկ շտաբօգնությունը ժամերով է հասնում այստեղից մյուս գյուղեր, իսկ այստեղից մի քանի գյուղեր կապում է ճանապարհը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամին են դիմում զայրացած վարորդները, նշում, որ գույքահարկ են վճարում ու իրավունք ունեն պահանջելու առանց փոսերի ճանապարհ։ Օպերատիվ գործողություններ են ակնկալում։ Ահա որա, չէ։
Պոլիկլինիկաները որոշ նեղ մասնագետների կաբինետների փակման վտանգի առաջ են, մասնավորապես ցածր դիմելիություն հիմնավորումն է դարձել որոշումների հիմնական հիմքը, ինչը շատ մասնագետներ համարում են ոչ լիարժեք չափանիշ։ Առողջապահության ոլորտի փորձագետները զգուշացնում են, որ օրինակ ինֆեկցիոն ծառայությունները ունեն լայն գործառույթներ, որոնք չեն արտահայտվում միայն պացիենտների այցելությունների թվով, ներառում են կանխարգելում, վաղ ախտորոշում, համաճարակաբանական վերահսկողություն եւ կրթական աշխատանք։ Եվ այս ցանկը շարունակելի է։ Առաջին՝ վարակիչ հիվանդությունների վաղ ախտորոշում եւ բուժում, երկրորդ՝ վարակների վերահսկում եւ կանխարգելում, երրորդ՝ կոնտակտային անձանց վերահսկում, չորրորդ՝ իմունոպրոֆիլակտիկա, սա արդեն հանձնված է ընտանեկան բժիշկներին, հինգերորդ՝ քրոնիկ ինֆեկցիաների կառավարում, վեցերորդ՝ համաճարակաբանական հսկողություն, յոթերորդ՝ կրթական եւ խորհրդատվական դեր։ Մտահոգություն կա, որ նեղ մասնագիտացված գործառույթները փոխանցվում են այլ բժիշկների, որոնք կարող են չունենալ անհրաժեշտ գիտելիքներ, ասում է բժիշկն ու հավելում։ Այս փոփոխությունների ֆոնին անհանգստացնող է նաև կանխարգելիչ բժշկական արժեզրկումը։ Իրանք ուզում են մի քանի կենտրոններ թողեն մասնագիտացված, այն մանր-մունր, որ աշխատավարձ չտան եւ այլն, մաքրեն։ Այսինքն ամեն մի պոլիկլինիկա չի, որ փող ունենա ինֆեկցիանից կամ նեղ մասնագետ, որ իրանք չեն կարա պահեն։ Մի քանի հատ ունենան կամ մեծ հիվանդանոցներում կամ իրանք ընտրյալ պոլիկլինիկաներում դրանք լինեն, որովհետև չի կարա որ չլինի։ Պացիենտների համար սա կարող է բերել ուշ ախտորոշման ռիսկի, նեղ մասնագետը հասանելի չէ, մարդը կամ ուշ է դիմում կամ դիմում է ոչ համապատասխան մասնագետի, արդյունքում հիվանդությունը կարող է արդեն բարդացած կուլում հայտնաբերվել։ Բացի այդ, վարակների վերահսկման թուլացումը կարող է բերել տարածման աճի, սրանք այն գործընթացներն են, որոնք անմիջապես չեն երևում, բայց երկարաժամկետ առումով շատ վտանգավոր են հանրային առողջության համար։ Առողջապահության ոլորտի մասնագետների կարծիքով կարևոր է պահպանել հավասարակշռությունը քանակական ու որակական գնահատականների միջև։ Շատ մանկապարտեզներում սննդակարգի պահպանման, խոհանոցի, սանիտարահիգենիկ վատ վիճակի խնդիրները շարունակում են օրախնդիր լինել։ Ստուգումների ընթացքում խոհանոցներում հայտնաբերված խախտումները ըստ ՍԱՏՄ-ի հիմնականում սանիտարահիգենիկ նորմերին են առնչվում եւ այդպիսի դեպքերում խոհանոցի արտադրական գործունեությունը հաճախ կասեցվում է։ Երբ որ մենք գնում ենք եւ տեսնում ենք, որ խախտումները վերացված են եւ կասեցման վերացման որոշում է կայացվում, ենթադրվում է, որ այլևս այնտեղ չենք մտնելու այնքան ժամանակ, մինչև որ այնտեղ եւս մեկ անգամ բողոք չլինի, գնանք մի հատ էլ նայենք, տեսնենք արդյոք խնդիր կա թե չէ, այդպես մենք չենք կարող։ Օրենքային հնարավորությունը մեզ չի տալիս։ Քաղաքապետարանը նույնպես իրականացնում է մշտադիտարկում եւ հայտնաբերված խախտումների դեպքում պարտադիր տեղեկացնում է տեսչական մարմնին, ասում են մասնագետները։ Նրանց գնահատմամբ խնդիրները առկա են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, իսկ խախտումների վերացման ժամկետները սահմանվում են տնտեսվարողների կողմից ներկայացված տվյալների հիման վրա։ Կարող է լինել նաեւ այդպես ֆինանս չկարու ռեմոնտ անեն, բայց չգիտես ինչու կասեցնելուց հետո այդ ֆինանսը արագ հայտնվում է։ Սննդի պատրաստման, պահպանման եւ օգտագործման նորմերի խախտումները կարող են լուրջ վտանգ ներկայացնել երեխաների առողջությանը, սննդային թունավորումների, ալերգիկ ռեակցիաների կամ տարբեր վարակների դեպքով, զգուշացնում են մասնագետները։ Հատկապես ռիսկային են մսամթերքը, կատնամթերքը եւ ֆահածոները, որոնց ոչ ճիշտ պահպանման դեպքում վտանգները բազմապատկվում են։ Կարող է տարբեր տեսակի ինֆեկցիաներ տարածվի եւ պահպանումը թեկուզը ոչ ճիշտ մթերքներ իրար կողք դնելուց նույնպես կարող են մեկը մյուսից բարակումները լինել։ Խնդիրներ կան նաեւ սննդակարգի կազմելու գործընթացում, նկատում են մասնագետները։ Մանկապարտեզներում ոչ միշտ են ներգրավում համապատասխան մասնագետներ, սննդաբաններ կամ բժիշկներ, եւ հաճախ ճաշացանքը կազմում են ինքնուրույն, առանց մասնագիտական գնահատման։ Ասում են մասնագետները, որը կարող է բացասաբար անդրադառնալ երեխաների առողջության եւ իմունային համակարգի վրա։ Եթե մասնագետի հետ են կազմում, այնտեղ նաեւ իրենք հաճախող երեխաների հիվանդությունները կամ առանձնահատկությունները հաշվի առնելով կարողան են մասնագետի օպտիմալ ճաշացանկ կազմել։ Մասնագետները կարևորում են նաև ծնողների աշխատանքը, ընդգծելով, որ ճիշտ սննդային սովորությունների ձևավորումը պետք է սկսվի ընտանիքից։ Ըստ նրանց անհրաժեշտ է բարձրացնել ծնողների իրազեկվածությունը, որպեսզի երեխաների սննդային վարքագիծը լինի առողջարար։ Պետք է համապատասխան կրթություն էլ տարվի ծնողների հետ։ Եվ իրենք երեխաներին չասեն, գիտեք, եթե դա չես ուտում, միայն հացը կեր, ապուրը մի կեր կամ մնացածը մի կեր, որտեղ նման դեպքեր շատ կան։ Պետք է իրենց հետ էլ աշխատանք տարվի, որպեսզի իրենք էլ հասկանան, որ երեխային
սովորեցնեն մթերքների համին։ Չնայած վերահսկողության մեխանիզմների առկայությանը, արձանագրվող խախտումները վկայում են, որ համակարգային լուծումների անհրաժեշտությունը դեռ կա։ Մասնագետները շեշտում են, խնդրի արդյունավետ լուծումը պահանջում է ոչ միայն վերահսկողության խստացում, այլև մասնագիտական ներգրավվածություն, ինչպես նաև համագործակցություն մանկապարտեզների եւ ծնողների միջև։ Վերջին շրջանում հաճախակի են դարձել խարդախության դեպքերը, զգուշացնում է կիբերոստիկանությունը, երբ անհայտ անձինք զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում ներկայանալով ազգային անվտանգության ծառայության կենտրոնական բանկի կամ տարբեր բանկերի աշխատակիցների անունից։ Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում նման զանգերին կամ հաղորդագրություններին չվստահել, անմիջապես դադարեցնել խոսակցությունը եւ դիմել ոստիկանություն։ Հակասանիտարական վիճակ է Առինջ բնակավայրում։ Պարյուր Սևակ թաղամասի 20-րդ փողոցի 3-րդ փակուղու բնակիչները գոյաջրերի միջով են անցուդարձանում ու գարշահոտ շնչում հատկապես ամռանը։ Կուտակում է սա եղանակն է, որ տաքացավ, ստե գարշահոտ կտիրի։ Հավտանեմ էսա իմ տունը։ Շանշան։ Այ մոթաղները։ Մեծ Վարակի բունելի մեկի խայթը Ինչն է պատճառը, որ դուրս է գալիս։ Գալիս է խողովակը ստեղ վերջանում, հենց այնտեղ։ Չկա, իմի ձեր խնդրանքն է, որպեսզի ժամանակավորապես այդ վնասվածքը լուծեն, միջև էսի ինչ որ թվին կլուծվի այս հարցը։ Խնդիրը հիմնովին լուծման կարիք ունի, դրա համար պետք է կոյուղատար անցկացվի։ Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ թղամասում կառավարության ֆինանսավորմամբ կյանքի են կոչում նոր կոյուղատարի անցկացման գործընթացը։ Սակայն այդ կոյուղատարերի մի հատվածը պետք է անցնի Երևանի վարչական շրջանով։ Գրություններ են ուղարկվել Երևանի քաղաքապետարան, սպասում են որոշումներին։ 4 բոլորը նայում եք, այն որ ասում է կեղտա ջրերի լճակներ է ստեղծված, տարբեր տեղեր, բայց այնտեղ շատ վարար դուրս է տալիս կեղտա ջուրը։ Ու մինչև այդ որոշումները կլինեն, Էդուարդ Բաբայանը հանձնարարել է, որ խնդիրը ժամանակավոր լուծի Առինջ համայնքի ղեկավարը։ Միջոցառումներ ձեռնարկվեն, սակայն դրանք եւս ուշանում են։ Վաղարշաբաթ խոշորացված համայնքի Չարենցի 11-րդ եւ 13-րդ շենքերի բակային հատվածում արդեն մի քանի օր է գարշահոտ է տիրում։ Դիտահորից դուրս եկող գոյաջրերը ամբողջ փողոցն են ողողել։ Հիմա այս պայն 4-րդ մուտքը կարելի ասել բլոկադայի է ենթարկված, քանի որ այստեղով չեն կարող մարդիկ տեղաշարժվեն, ամբողջ կեղտա ջուրը մուտքը փակել է։ Ու ոչ միայն 4-րդ մուտքը, այլ մի քանի մուտքեր, նույնիսկ բնակիչները նշում էին, որ նկուղներն է լցված ամբողջ կեղտա ջուր։ Մի կողմից տարածքում անտանելի հոտ է, մյուս կողմից գոյաջրերը նույնիսկ նկուղներ են լցվում, թուլացնում շենքերի հիմքերը։ Այդ հատվածում կանգնել չեն կարողանում մարդիկ, պատուհան բացել եւս համաճարակի վտանգ կա։ Եվ տեսեք ինչ վիճակ է։ Ընտրությունները Եվ պետք է հավաքվել։ Մեզ եկող մուտքը ճիշտ է դուրս չի տվել, բայց շենքի մուտքը Լցվում է, նկուղները սաղ կեղտա ջուր է։ առաջի հարգը որ ահավոր առաջի մուտքը։ Վեոլիաջուր բազմիցս են զանգահարել, սակայն ընկերությունից ի գիտություն բնակիչներին հայտնել են, որ դա իրենց գործը չէ։ Հիմա Արմավիրի մարզպետին ու վաղարշաբաթ խոշորացված համայնքի ղեկավարին են դիմում, հուսով, որ միգուցե նրանց միջնորդությունից հետո որևէ կերպ հարցը կլուծվի։ Բնակիչները նշում էին, որ այնքան են զանգահարել Վիոլաջուր, Վաղարշաբաթի քաղաքապետարան, սակայն ոչ մի արդյունք։ Մի քանի անգամ բնակիչները հենց իրենց միջոցներով են ինչ հնարավոր է արել են տեխնիկային բերել, իհարկե վճարելով եւ այս կեղտա ջրերը դուրս են բերել, սակայն հիմա ամբողջ շենքի մուտքերը տիրում է գարշահոտ, լցված են կեղտա ջրով։ Իսկ մայրաքաղաքում Վշտունի առաջին նրբանցքում հանգստյան օրերին խմելու ջրի կորուստ կար։ Փոխարենն այդ հատվածում ապրողները խմելու ջուր չունեին։ Խմելու ջուրն է, չէ, այսպես նայ գնում է, անցենց։ Մեծ կապիտալի փոխում եք, չէ։ Չէ։ Շամչյանքոմի հրապարակումից հետո Երևանի քաղաքապետի Աչափնյակ վարչական շրջանի ղեկավարի եւ Վեոլիա ջուրընկերության օպերատիվ արձագանքից հետո Վեոլիա ջուրընկերության Մաշտոցի մասնաճյուղի աշխատակիցները աշխատանքներ են իրականացրել։ Այս հատվածով անցնող խմելու ջրի խողովակների պատասխանատուն իրենք չեն։ Բնակիչները դեռ սովետական տարիներին իրենց ուժերով անցկացրել են, բայց հիմա քանի որ խնդիր է առաջացել, Վիոլա ջուրը հիմա իրենք եկել են եւ օգնում են։